Այս հանրաքվեի հասկացությունից շատ հեռու մի միջոցառում էր, սկսած առաջին քայլերից, որոնց մենք անդրադարձել ենք վերջացրած արդյունքների նկարչությամբ։ Մենք ներկայացրեցինք այլընտրանքը անտեսվեց, հասկանալով, որ դա արդեն մեծ դավադրությունն է, գիտեք, փոքր առաջարկներ ընդունում քննարկում էին, բայց հիմնովին խորապես պատրաստված այլընտրանքը ոչ թե քննադատում մերժում էին, այլ չէին նկատում։ Ցավոք սրտի մեր քաղաքական դաշտը բարձր որակ չունի եւ չեն հասկանում, որ իրավական խախտումը վերաբերում է բոլորին։ Մեզ թիկունք չկանգնեցին այն հարցում, որ պետք էր նախնական փուլում դեռևս 2 ամիս առաջ այդ շեշտադրումով կասեցնել հանրաքվեն։ Եվ մենք միասին ընդհանրապես պետք է 100 հոգյանոց, 200 հոգյանոց ցույցեր անեինք, ուղերձներ հնչեցնեինք, որ սա հակասահմանադրական միջոցառում է, որովհետև խախտվել են սահմանադրության այս կետերը։ Այնուամենայնիվ ասեմ, որ այդ ուղղությամբ մենք մեր գործողությունները շարունակում ենք, 3 ստացանք վերաքննիչ դատարանից արդեն գործը վարույթ ընդունելու մասին գրությունը պաշտոնական, երկրորդ գրություններ ուղարկվում են նախագահի դեմ, 2 ճանապարհով մենք գնում ենք, միևնույն է, ես հաղթելու եմ։ Խոսքս նրանց մասին, ովքեր մոլորյալ են, օրինակ ասում են, ես խորհրդարանականի կողմնակից եմ, չի հասկանում, որ դա ապուշություն է։ Ցանկացած նախագահական համակարգ իր մեջ ունի նաև խորհրդարանական համակարգը, իր բոլոր առավելություններով ու թերություններով։ Բայց քանի որ կա կողքը զուգահեռ ընտրված վարչական մասի ղեկավար, նա հսկողությունը հակակշռում է, ինչպես պարլամենտներն իրեն է վերահսկում։ Ուրեմն այդ դպրոցական մանկապարտեզային մակարդակ ունեցողները, որ հպարտությամբ այդպես կեցված կբրոսում, ես խորհրդարանականի կողմնակից եմ, կարող են մի հատ իրեն ճակատին գրել, ես տգետ եմ։ Հիմա այդ հարցի մի կողմն է։ Ես տվել եմ բացարձակ ժողովրդավարության համակարգի մոդել, այնքան լավ բան, որ մեր սահմանադրական այսպես կոչված հանձնաժողովը, բարեփոխումների հանձնաժողովը, սարսափեց անգամ քննարկել, ծանոթացան ասին, սրան ինչպես առարկենք։ Սա բացարձակ ճշմարտություն է, ինչպես առաջարկենք։ Մարդը դառնում է երկրի տերը։ Չեք նկատել այս խուժանների տված նախագծում։ Խոսում են կուսակցությունների մասին, ընդդիմության մասին, վարչապետի, նախագահի, քաղաքացին չկա, մարդը չկա, որովհետև իրենց մարդը չի հետաքրքրում։ Ինչ վերաբերում է այս ցույցերին, ես եթե նկատեցիք 3 չեմ մասնակցել դիտավորյալ ցուցադրաբար, որովհետև ես չեմ կարող ընդունել, որ որևէ մեկը համարձակվի նսեմացնել ազգային ինքնորոշում միավորման ունեցած ներդրումը եւ այսօր ունեցած դերակատարությունը։ Ես դրանք համարում եմ մեր ազգի դեմ ուղղված քայլեր, բայց այմականները մասնակցում են, ես էլի կմասնակցեմ եւ իմ խորհուրդներով ամենաբարձր մակարդակից սկսած որպես շարքային դրոշ բռնող։ Դա քաղաքացիների իրավունքն է, դա մեր ժողովրդի իրավունքն է, անկախ նրանից սակավաթիվ կլինես, թե մեծաքանակ, ամբողջի զանգվածի հետ, դու եթե զգում ես, որ ճշմարտությունը պահանջում է, որ իր օգտին դու քո ներդրումն ունենաս, քո աշխատանքը կատարես, պիտի անես։